Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար կա, եւ ռեգուլյար կա, եւ պրեմիում, եւ դիզել, ու էլի նախնական գնահատականներով պետքա գինը մեր իմացած շուկայականից մի 80 դրամ էժան լինի։ Իսկ որ տնտեսվարողներն են այս անգամ Այն նույն տնտեսվարողները, որոնք նախորդ անգամ են։ Իսկ դա ինչպես է որոշվում, թե որ տնտեսվարողները պետք է Ով ուզի կարա գնա բերի, ազատ է։ Ես բանակցության վրա է, էլի, այսինքն եւ ուղղակի այդտեղ մեր հարցը, ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, ես կարծում եմ, որ պետքա մեր մյուս ներմուծողները իրանք բանակցեն եւ իրենց ավելի էժան գին ստանան իրենց մատակարարներից, որովհետեւ եթե հայկական շուկայում հայտնվում է 80-100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար իրենք պետք է գնան այդքանը բացատրեն իրենց մատակարարներին, ասեն, որ մենք եւս պետք է էժան գին ունենանք, ու իրենք էլ փորձեն իրենց ծախսերը օպտիմալացնեն, մրցունակ գին տան, որի արդյունքում, ասեք, մեր քաղաքացին ի վերջո, այո, 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք ունենա, որը բնականաբար կազդելու է ընդհանուր բարեկեցության վրա, եւ թամապես մրցունակության վրա, որովհետեւ տեսեք դիզելային վառելիքը եթե ենք 80 դրամ էժան եղավ, այդ նշանակում է տրակտորը, որը հող է վառելու մարտ ամսին կամ փետրվար ամսին կամ ապրիլ ամսին ինքը 20% ավելի քիչ դիզելային վառելիք է ծախսելու փողի տեսանկյունից։ Հետևաբար այդքան ավելի ծախսը պակասելու է եւ այդպես շարունակ։ Պարոն Պապյան, ներեցեք փոքրուց միացանք։ Որքան վառելիք է գալիս այս բանը Հայաստան-Ադրբեջանից, որ ընկերություններն են գնել այդ վառելիքը։ Ընկերությունների մասով կարծես թե նույն ընկերություններն են ինչ որ նախորդ, վառելիքը գալիս է մի քանի հազար տոննա գալիս է, նորությունն է, որ միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս, ու էլի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչեւ 80 դրամ էժան է լինել։ Իսկ երբ կհասնի Հայաստան։ Մոտակա օրերին։ Ինքը եկեք սենց անենք, էլի դա չպետք է լինի սենսացիա։ Այսինքն, այսպես սենսացիան առաջինն է լինում։ Ինքը երկրորդ, երրորդն էլ կլինի, 5-ն էլ կլինի, 15-ն էլ կլինի, ինքը արդեն բանի մեջ է։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, ես այլևս այդ process-ով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է, ոնց որ չեմ զբաղվում, չգիտեմ, որևէ բիզնես, երբ որ Չինաստանից ինչ-որ բան ա բերում, էլի, այսինքն այդ ինքը արդեն ռելսի վրա ընկած է եւ կգնա։ Պապանից կրկին թրեյդինգային ընկերությունից է գմել թե այլ ընկերությունից տեղեկությունները։ Մեխանիզմը որքան գիտեմ նույն տրամաբանությամբ ոնց որ նախորդն է եղել։ Պարոն Պապյան, իսկ ինչպես են ընտրվում այն ընկերությունները, որոնք պիտի համագործակցեն ադրբեջանական այդ կազմակերպությունից։ Ես կարծում եմ դուք առաջարկում եք իրենց կամ բոլորին գուցե դուք առաջարկել եք իրենք են համաձայնել թե այդ ընկերություններն եք ընտրել, որովհետև հայտնի է, որ այդ ընկերություններից մեկը պատկանում է ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, մյուսը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Ես որևէ մեկին չեմ ընտրել, որևէ մեկի ընտրելու հնարավորություն չունեմ եւ փառք Աստծո, որ դա այդպես է, եւ եթե ընտրելու լինեի, բոլորին կընտրեի։ Շնորհակալ եմ։ Գործընթացը ինչպես է սկսելու։ Դա ուղղակի հետաքրքիր է, որովհետև առաջինն է։ Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կամ իրենց մատակարարների հետ կամ այդ նույն ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան ուրեմն բենզին բերեն, որի շահողը մեր քաղաքացիներն են։ Որովհետև նախորդը ըստ էության մի քանի օրում սպառվեց, վաճառվեց ամբողջությամբ, այսինքն այդ բենզինի պահանջարկը շատ մեծ կա։ Այսինքն կառավարությունից առաջարկ չի եղել այդ ընկերություններին, ինչպես այլ այդ սկիզբն է հետաքրքիր, ինչպես ա եղել, որովհետև նոր են բացվել ամեն դեպքում այդ ճանապարհը նոր ա բացվել եւ առաջին անգամ է դա եղել, հետաքրքիր այդ սկզբի հատվածը ինչպես ա կազմակերպվել։ Ես կարծում եմ, որ առաջի հերթին իրանք կազմակերպություններն իրար հետ երևի թե խոսել։